Նոր զարդեր եմ գնել իտալական բուտիկից, եկեք նայենք միասին։ Ժամանակակից զարդեր են, բայց այլավինտաժ, կրկին համոզվում ենք, որ ֆեշն ինդուստրիան վերադառնում է դեպի հետ։ Բազմաթիվ անգամներ ենք այցելել մենք միասին խանութներ և տեսել նմանատիպ զարդեր տարբեր խանութներում։ Չհաշված մասնագիտացված բիժուտերիական խանութներում, դրանք առկա են ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Zara-ն, Mango-ն, Parfuan, Stradivarius խանութներում, այդ խանութների բիժուտերիայի բաժիններում առկա են նմանատիպ զարդեր այլա վինտաժ։ Ուրեմն ցրում ենք բոլոր այն միֆերը, որ վինտաժային զարդերը արդեն հին են ու ակտուալ չեն։ Եթե այդպես լիներ, ֆեշն ինդուստրիան չէր վերադառնա դեպի հետ, ստեղծելով ճիշտ նմանատիպ այնպիսի զարդեր, որոնք ես արդեն ունեմ վինտաժային տարբերակներով։ Եվ այցելեք ինքներդ ձեր քաղաքի խանութները, բիժուտերիայի մասնագիտացված, ինչպես նաև Zara, Mango, Parfuan խանութները, որոնք առկա են ամբողջ աշխարհում, եւ ինքներդ ուսումնասիրեք ու համոզվեք իմ ասացի իսկությունը։ Իսկ հիմա եկեք ուսումնասիրենք այս զարդերը, նրանցից յուրաքանչյուրը եւ համոզվենք, արդյոք կա տարբերություն վինտաժային եւ այլավինտաժային զարդերի միջեւ։ Նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին եւ եթե չգիտեն վինտաժային զարդերը ինչ են իրենցից ներկայացնում, ասեմ, որ դրանք այն զարդերն են, որոնք ունեն 25+ տարիներ։ Եվ այդ զարդերը որոշ ժամանակահատված հետո դառնում են անտիկ, ինչն էլ նպաստում է նրանց գնային աճին, եւ այդ զարդերը հիմնականում ոսկեջրված են եւ պատրաստված են ձեռքով։ Իսկ հիմա մեր առջև դրված են ժամանակակից զարդեր, որոնք արտաքին տեսքով նման են այդ զարդերին, բայց եկեք ուսումնասիրենք որակը, կառուցվածքը։ Սկսենք առաջին իսկ պատահած զարդից։ Շատ ճոխ մարգարտե ականջողեր են, խոշոր ճոխ ականջողեր են, բայց շատ թեթև են, այ դա շատ լավ է։ Եկեք ուսումնասիրենք նյութերը ու կառուցվածքը։ Կլիպսներ են, ինչպես տեսնում եք, բայց տեսեք, օգտագործված չեն, չէ, նոր են, բայց հետևի հատվածը նայեք, արդեն մետաղը, որը պողպատյա չէ, սկսել է ժանգոտել, արդեն իսկ խանութում կամ գործարանում, չգիտեմ, որովհետև անմիջապես արտադրությունից այս ականջողերը մտել են խանութ։ Մարգարտե էլեմենտները պլաստիկից են, բոռոգական մարգարիտների իմիտացիայով, ֆուրնիտուրան, այսինքն այս երկաթային մասը, այնպիսի նյութերից է հավաքված, որոնք բնականաբար ոսկեջրված չեն եւ ժամանակի ընթացքում հնարավոր է, որ սևանան։ Ֆիքսացիան կգնահատեի միջին աստիճանի, ոչ ձիգ է, ոչ թույլ է։ Չեմ կարծում, որ ականջները կցավեցնեն, բայց եկեք ուսումնասիրենք կառուցվածքը, ինչպես են այն պատրաստել։ Դե տեսանք, որ սրանք անցկացված են մետաղական ինչ-որ բաների վրա եւ այս տիպի հիմքային հատվածին պետք է ձկանթելով ամրացված լինեին այս մարգարտե էլեմենտները եւ հնարավոր է, որ արագ պոկվեն այս էլեմենտները։ Միգուցե մտածեք, դե պոկվում են, թող պոկվեն, հասարակ բիժուտերիա է, չէ՞։ Բայց ինչու՞մն է կայանում խնդիրը, որ կարող է հենց ասենք այդ երեկոյի ժամանակ, միջոցառման ժամանակ պոկվի ականջողերը ու ինչ-որ մեկը մոտենա, ասի, վայ, ականջողդ պոկվեց, բնականաբար արդեն տոնական տեսքը կարող է փչանալ, չէ՞, այդ առումով լավ չի։ Միանգամյա օգտագործման համար է, էլի կարելի է ասել կամ մի քանի անգամ, բայց ցանկալի չէ, երբ որ օգտագործման կիրառման ընթացքում պոկվի եւ արդեն կփչանա այդ տոնական տեսքը։ Վերադառնանք հաջորդ ականջողին, դարձյալ կլիպսները, ինչպես տեսնում եք, դարձյալ ծեծված բոռոգական մարգարտե իմիտացիայով այս տիպի կլիպսներ ես ունեցել եմ
Արտաքին տեսքով նման է վինտաժայինի, բայց լիցքը անմիջապես զգացվում է լիցքից, որ վինտաժային չէ, այնպիսի լիցք է արված, որ զգացվում է, որ ձեռքի աշխատանք չի, այսինքն թիթեռնիկներ են, ինչ-որ շտամպով կտրատված։ Ֆիքսացիան թույլ չէ, միջինից բարձր է, կիրառության դեպքում հարմար է, չեմ կարծում, որ կցավացնեն ականջները, որովհետև տեղադրված են բարձիկներ։ Այս մյուսը եկեք ուսումնասիրենք, դարձյալ իմիտացիա է վինտաժային ականջողերի ու կլիպսներ են։ Եկեք կառուցվածքը ուսումնասիրենք։ Արտաքնապես շատ նման է վինտաժային որևիցե կլիպսի։ Նմանատիպ մոդելներ ես ունեմ շատ։ Մանավանդ ձմռանը այսպիսի մոդելները պրակտիկ են, քանի որ գլխարկներին ու շարֆերին չեն կպչում ու խանգարում, կամ էլ ընկնում կորում։ Արտաքնապես ուսումնասիրելուց հասկանում ենք դե բնականաբար, որ կլիպսներ են, մի քիչ կոպիտ է, ֆիքսացիան փափուկ չէ, բայց վատը այս ականջողերի նա է, որ այս դետալը ուղիղ չի տեղադրված այս մյուսի նման։ Դարձյալ տեսնում ենք սոսնձված դետալներ եւ ոչ սիմետրիկ, այսինքն կրելուց ոնց պետքա կրես, որ սա ուղիղ նստի ականջիդ վրա։ Թեք պետք է կրես, բայց չգիտեմ, հարմար կլինի, թե դիսկոմֆորտ։ Արդեն երևաց, որ որակապես զիջում է վինտաժայինին։ Այս ականջողերի դեպքում ինչն է լավ այս ականջողերի դեպքում, որ հայելանման են դետալները, որովհետև ժամանակակից զարդեր կան, որ ասենք երկու ականջի վրա դնում են միանման այսպիսի մի դետալ, եւ երբ որ կրում ես ականջողերը հայելանման չեն լինում, դա ամենավատ տարբերակն է։ Եկեք պատկերացնենք այս ականջողերի դեպքում, սա էլ է լավ արված այն իմաստով, որ հայելանման են, այսինքն նայում են հանդիպակաց ուղղություններով, բայց եթե արտադրողը երբեմն հենց այդպես էլ արտադրում են իմիջայլոց, առանց հաշվի առնելու այդ արգումենտը, ենթադրենք այսպես երկու ականջի համար, ոնց կարող է մարդը կրել նման ականջողեր, եթե արդեն իսկ կտարբերվի, չէ, գոնե ժամանակակից զարդերի դեպքում ուշադրություն դարձրեք, որ այսպիսի հայելանման լինեն դետալները։ Ուսումնասիրելով ներսի հատվածը, տեսնում ենք, որ այստեղ չկա այնպիսի հարմարանք, որ այս ականջողները փակվելուց ֆիքսացիան ավելի ամուր լինի կամ չցավացնի ականջները, վստահ չեմ, որ չի ցավացնի, բայց սա վատ տարբերակ չի, ճիշտ է, երևում է, որ ձեռքի աշխատանք չի, այլ մեքենայով շտամպով արված աշխատանք է, բայց համենայն դեպս վատ տարբերակ չի, թվիդային տեսք են հաղորդել այս ականջողերին։ Եթե համեմատում ենք ժամանակակից ու վինտաժային ականջողերը, որոնք ունեն թվիդային տեսք, տեսնում ենք, որ վինտաժայինը շատ ավելի նման է այդ կտորին, քան այսպիսի ժամանակակից տարբերակը, բայց ոչինչ, այդ գույնը մետաղի նույնպես տարբերվում է։ Սա ուղղակի համեմատության կարգով ես ցույց եմ տալիս, ինչպես է արված, կա տարբերություն։ Եվ տեքստուրան, երբ որ ձեռք ենք տալիս, սա հարթ է ավելի, իսկ սա կարծես հենց գործվածքի նման է արված։ Եվ հիմա եկեք համեմատենք այս ականջողերին, եթե տեսնում եք, սա արդեն ժամանակակիցն է, սա վինտաժային է։ Անմիջապես տարբերությունը առկա է։ Այս էլեմենտը ավելի բնական մարգարտի երանգ ու տեսք ունի, իսկ սա շատ արհեստական է ու անբնական ավելի։ Այս ականջողերի մեջ համեմատական կարգով ամենալավը այս մոդելն է պատրաստված։ Հիմա ստուգենք կառուցվածքը։ Բայց սա էլ մի քիչ չորոտ է փակվում, ֆիքսացիան շատ ուժեղ է, հնարավոր է, որ ականջները ցավացնի, մի տեսակ չոր է ավելի փակվում, բարձիկներ էլ չունի, բայց լուծվող խնդիր է, կարելի է տեղադրել այստեղ բարձիկներ ու կրել այս ականջողերը։ Այսքան ականջողերի մեջից ես կկրեի երևի թե սա, չնայած ոսկեգույնը շատ դեղին է, բայց համեմատաբար լավ է պատրաստված։ Եվ ուզում եմ ասել, որ կարևոր չէ ականջողերի կամ զարդերի գինը, կարևորը այն է, որ մեր հագուստը լուքը բարձրացնի այդ զարդը, ոչ թե իջեցնի։ Զարդերը համեմունքներն են մեր լուքերի, ինչպես ուտելիքն է, չէ, համեմունքը համովացնում կամ ասենք
շատ աղիացնում, կծույացնում, պետք է ճիշտ ընտրվեն զարդերը եւ որակյալ ամեն պատահած զարդ բնականաբար մենք չենք կրում, բայց ինչպես հասկանալ, որ զարդերն են բարձրացնում մեր լուքը, իսկ որոնք իջեցնում։ Ուրեմն առաջի հայացքից թվում է, թե շատ ճոխ ականջողեր են։ Քարը վրաս փոկվեց։ Մասիվ չափերի ականջողեր են եւ տեսեք, անմիջապես փոկվեց այս վրայի քարը հուլունք է, չգիտեմ ինչ է, անմիջապես փոկվեց այս սրա վրայից հանելուց, այնպես կարող է ամբողջ երեկոյի ընթացքում թափվեն այս քարերը։ Եվ ավելի լավ կլիներ առհասարակ գոնե չլինեին այդ քարերը, միայն լիներ ինքը իրենով, քան այդ քարերը, կառուցվածքը փորձել են ինչ-որ վինտաժային կառուցվածք տալ բարդ մի քանի շերտերից, բայց քանի որ թիթեռները ուղղակի շտամպով կտրված մետաղական թիթեռներ է, ձեռքով հավաքված զարդ չէ, այդ իսկ պատճառով չունի այդ վինտաժ շիկ էֆեկտը եւ չի կարող ունենալ բնականաբար։ Առհասարակ կպցրած, այսպիսի կպցրած հուլունքներով, քարերով զարդեր մանավանդ ժամանակակից փորձեք չգնել, որտեղ հաստատ փոկվում են։ Հիմա եկեք այս ականջողերը ուսումնասիրենք, առաջի հայացքից շքեղ են թվում, բայց երբ որ նայում ենք այս հատվածին, համաչափ չի դաջված քարված, որովհետև էլի ֆաբրիչնի է, ձեռքի աշխատանք չի։ Մեջի հատվածը տեսնում եք ինչպես է։ Սոսինձ է, թե չգիտեմ, լիճո է այստեղ հալածված ու ականջներին էլ երբ որ այս ֆիքսացիան սենց արվի կցավացնի հաստատ։ Այս մյուս ականջողերն էլ արտաքին տեսքից նորմալ են։ Այնպես է արված, որ բարձիկ դնելու հնարավորություն չկա։ Դարձյալ ներսի հատվածը սոսինձը կոկիկ արված չի։ Մետաղն էլ արդեն զգացվում է, որ որակյալ չի, կարող է ականջներին քոր առաջացնել, ալերգիա։ Ես հասարակ մետաղից սովորաբար ունեմ ալերգիա եւ միշտ ոսկեղեն եմ մեծ մասը կրել, մինչ վինտաժային զարդերին անցնելը, քանի որ վինտաժային զարդերը պարունակում են, ասենք, ցինկ, ալյումին եւ այնպիսի մետաղներ, որոնք առողջության համար վնաս չեն եւ վրայից էլ ոսկե ջրված են, ինձ մոտ ալերգիա չեն առաջացնում։ Դրա համար ես հաճույքով կրում եմ։ Այս ականջողերն էլ են համեմատական լավ վիճակում, լրիվ ալյա վինտաժ է։ Հենց այսպիսի ականջողեր ունենք, սրա վինտաժային տարբերակը։ Ուղղակի չեմ հիշում որտեղ է դրված, թե չէ կբերեի, կհամեմատենք։ Մեկ զարդատուփում չեմ պահպանում զարդերս, այնքան շատ են, դրա համար գտնելը շատ դժվար է ինձ համար։ Համեմատաբար սիրուն լոկանիկ ականջողեր են, շատ լավ են նայվում ջինսերի հետ, նմանատիպ ականջողերը, մանավանդ կապույտ կաբաշոնով եւ երբ որ չկան այսպիսի փայլուն քարեր։ Ներսի հատվածը մետաղը նույնպես տեսնում ենք, որ ժամանակակից է, ճտոցները այնպիսին են, ֆիքսացիան ուժեղ եմ գնահատում այս ականջողերի, չգիտեմ, եթե ցավացնի կարելի է դնել այս անվտանգության բարձիկներից, ինչպես ես եմ ասում։ Հիմա ինչ արդյունքներ ունեցանք մենք։ Այս զարդերը գնելով ես չեմ ասի, որ ունեցել եմ գումարի կորուստ ամբողջովին, բայց մասամբ 50%-ով։ Եվ ինչ է ստացվում։ Սա չեմ կրելու, ենթադրենք հնարավոր չի կրել, արդեն փոկվեց։ Սա արդեն կարելի է համարել բրակ, որովհետև թեք է սոսնցված վերևի այս կենտրոնական դետալը, որը անմիջապես աչքի է ընկնում, չէ՞, եթե այս մյուսի դեպքում այդքան աչքի չի ընկնում, որտեղ այս հատվածն է ու կարելի է կրել։ Իսկ կենտրոնական հատվածում հնարավոր չէ, անմիջապես աչքի է ընկնում։ Սա էլ ես ահա այս հատվածն է։ Չեմ կրի, որովհետև կիչացնի։ Այսա կոնկրետ չեմ կրի, որտեղ լուքս կիչացնի, ոչ թե կբարձրացնի։ Զարդերը նրա համար են, որ բարձրացնեն մեր կերպարը, ոչ թե իջեցնեն։ Արդեն 3 հատը դուրս եկավ մեջտեղից, եկեք այսպես անենք։ Այս աջ կողմում դնենք այն զարդերը, որոնք կիրաղելի են, իսկ ձախ կողմում նրանք, որոնք կիրաղելի չեն։
Ուրեմն սրանք էլ հնարավոր է կրել, գեղեցիկ հանգույց է, կարծես լոկանիկ, ամեն զարդի հետ կարելի է սա։ Եվ այս մյուսները, որոնք այսպես հանդիպակաց են, նույնպես կարելի է կրել։ Սա էլ մեր 4-րդ զարդը, 5-րդը նույնպես կարելի է կրել։ Եվ այս սրանք, քանի որ մեջի հատվածը այնպիսի մետաղից է արված, որ ես ալերգիկ եմ, չեմ կարող ամեն տիպի մետաղներից ականջողեր կրել, կոկիկ էլ չի արված, ինչքան էլ բացի ալերգիան կարող է ցավացնել։ Եվ եկեք համեմատենք, սա վինտաժային տարբերակն է, այս նույն կաբաշոնի, սա ժամանակակից, տեսեք գունային խաղը ինչքան այս վինտաժային տարբերակինը խորքայինն է, լրիվ նույն գույնն է, գիտեք, օգտագործված կաբաշոնը։ Ես կամերայից այն կողմ ավելի լավ եմ տեսնում, կամերան մի քիչ խլացնում է գույները։ Եկեք ամփոփենք արդյունքները, ինչպիսի արդյունք մենք ունեցանք։ Այս սեթից 9 զույգ ականջողերից բաղկացած այս 4 հատը ենթակա չի կիրառման, որովհետև ունեին դեֆեկտներ, իսկ այս 5 հատը ենթակա է կիրառման, այսինքն 50-50 է։ Եվ ուզում եմ ասել, ես ժամանակակից զարդերին դեմ չեմ, ես իմ առօրյայում կրում եմ ավելի շատ ժամանակակից զարդեր։ Պարզապես պետք է հաշվի առնել որակը եւ նորից եմ ասում, տվյալ զարդը կարող է բարձրացնել քո լուքը, թե ավելի իջեցնել։ Բնականաբար, պոկած քարերով ոչ մեկ ոչինչ չի ուզենա կրել եւ ասենք մասամբ դաջվածքներ ունեցած զարդ, այստեղ ինչներ արկա, այստեղ որակապես օգտագործված էժանագին նյութերը, իսկ այստեղ էլ կենտրոնական էլեմենտը թարս է կպցրած։ Դրա համար ավելի լավ է գնել մեկ որակյալ զարդ, բազիկ կամ տոնական կարևոր չէ, քան մի քանիսը, որոնցից մեծ մասը պիտանի չէ եւ կիրառելի չէ։ Այսպես։ Այդ իսկ պատճառով ես մեծ սիրահար եմ վինտաժային զարդերի, եթե այս նույն զարդերից կա վինտաժային տարբերակը, կգերադասեմ վինտաժայինը կրել, քան ժամանակակիցը, քանի որ նախ մետաղները, այս զարդերի մետաղները հիպերալերգեններ են, իսկ վինտաժայինը հիպոալերգեն, որովհետև իջեցված է նվազագույնի կոնտակտը, շփումը մետաղի մաշկի հետ, քանի որ ոսկեջրված են։ Եվ այս դետալները իհարկե ավելի որակյալ են վինտաժային զարդերի դեպքում, բայց նորից եմ կրկնում, սրանք ես կարող եմ կրել, որովհետև ինձ գոհացրեց ինչ-որ առումով։ Ես ունեմ այսպիսի սար, որով ախտահանում եմ իմ բոլոր զարդերը։ Կապ չունի նոր գնված, հին գնված, ուրեմն օգտագործելուց առաջ ախտահանում եմ։ Եվ կան նյութեր, որոնք նույնպես ես օգտագործում եմ, վինտաժային զարդերը երբ գնում եմ, այդ նյութերով մաքրում եմ ես զարդերը եւ դրանից հետո էլ դնում եմ այս սարքի մեջ, որպեսզի ախտահանվեն։ Ահա այս սարքը հաճախ եք ինձ հարցնում, ինչպես եմ ես ախտահանում վինտաժային զարդերը։ Առաջինը մաքրում եմ սպիրտային լուծույթով, հետո հատուկ նյութերով մաքրում եմ, ախտահանում, պոլիշ անում եւ նաեւ օգտագործում եմ այս։ Ահա այդ սարքը, որի միջոցով ես ախտահանում եմ իմ զարդերը, լցվում է այստեղ ախտահանիչ հեղուկը, արդեն տեղադրվում են այնպիսի զարդեր, որոնք չունեն մարգարտե էլեմենտներ, քարեր, պետք է այսպիսի առանց քարերի սոսնձված էլեմենտների զարդեր լինեն։ Եվ օգտագործվում է այս ֆիլտրացիան ջրային ալիքների, լավ մաքրում է տարբեր կողմերից, բոլոր խորություններով, բոլոր այդ խոռոչներով, արանքներով մաքրվում է զարդը, իսկ այնպիսի զարդեր, որոնք ունեն մարգարտե էլեմենտներ ու նաև քարեր, ես հատուկ նյութերով եմ մաքրում, որոնք կտեղադրեմ, այդ նյութերով մաքրում եմ, վրայից է պոլիշ եմ անում, որպեսզի փայլը տեղը գա։ Հիմա եկեք unboxing անենք, այս փաթեթը նոր եմ ստացել, սպասել եմ մի քանի ժամ, որպեսզի միասին բացենք, վինտաժային զարդեր են, եկեք բացենք, տեսնենք ինչ նոր զարդեր եմ ես ստացել։ Տեսնում ենք, որ կոկիկ փաթեթավորված է, 4 զարդ է, 2-ը անտիկ, 2-ը վինտաժային։ Ինչ ենք տեսնում, այստեղ տեսնում ենք էմալ,
շատ գեղեցիկ կատարված էմալ, ձեռքով լցված էմալ է, ամբողջովին, բազմաշերտ, ինչպես տեսնում եք, կոնտուրներից երևում է, որ ձեռքով է արված էմալը եւ բազմաշերտ։ Իսկ այս մյուս խնձորը հատուկ տեխնոլոգիայով է արված էմալը, սկզբում էմալ է արված, ցինկի վրա մետաղը ցինկ է, հիպոալերգեն է հանդիսանում ցինկը։ Եվ ապա առաջին, երկրորդ շերտ էմալից հետո արված է փոշիադրում էմալի, լրիվ հարթ է, դարձյալ բազմաշերտ է արված։ Մենք գիտենք, որ բիժուտերիայի աշխարհում մրգերը բարձր են գնահատվում եւ շատ կոլեկցիոներներ հենց հավաքում են մրգերը զարդերի տեսքով։ Եկեք նայենք ներսի հատվածը։ Ներսի հատվածը արդեն տեսնում ենք փականից, որ վինտաժային զարդ է, եւ ընդհանրապես, եթե ուզում եք ստեղծել ձեր հավաքածուն վինտաժային զարդերի, այսպես է գնահատվում սովորաբար զարդերը, իմացեք, ըստ գնային աճի, առաջին տեղում է էմալը, երկրորդ տեղում արդեն նոր քարերը, օգտագործված փայլուն քարեր, վերաբերվում են նաև լուքս սեգմենտին, առաջին տեղում գինը բարձրացնում է էմալը, հետո քարերը, եւ երրորդ տեղում, երբ էմալը օգտագործված է միաժամանակ քարերի հետ, ինչպես տեսնում եք այս տարբերակը, երկու տարբերակն էլ առկա է, եւ էմալ եւ քարեր։ Օրինակ Տրիֆարի ընկերության եւ Կորա ընկերության զարդերը ավելի գինը բարձր է այն դեպքում, երբ որ առկա է էմալ ավելի, քան այսպիսի քարեր կրիստալներ։ Չնայած ավստրիական կրիստալները եւ Սվարովսկու քարերը միշտ են ակտուալ բոլոր ժամանակներում։ Հիմա տեսնում ենք այս մյուսը։ Art Deco, Art Nouveau մոտիվներով տեսնում ենք, որ 20-ից 30-ականներն ընկած այդ ժամանակահատվածի բրոշ է, օգտագործված բնության մոտիվներով նախշազարդեր, առկա է քար, որը չեմ կարծում, որ բնական ռուբին կարող է լինել, հնարավոր է, որ սինթետիկ ռուբին է, իդեպ կարելի է ստուգել, որովհետև հնում թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր օգտագործվել են, որովհետև այդ բրոշները իրենց արժեքը այնքան բարձր է եղել, քանի որ ձեռքի աշխատանքներ են եղել, թույլատրելի է եղել նրանց վրա օգտագործել թանկարժեք քարեր։ Եվ տեսնում ենք լիցքը, ինչպես է կատարված լիցքը։ Ձեռքով արված լիցք է, ինչպես արվում է ոսկերչական իզդելյաների վրա։ Եվ գլխավոր զարդը, որի համար գնել եմ այս սեթը, 4 կտորից բաղկացած, այս բրոշն է։ Այս գեղեցկուհին, որտեղ նշված է Չեխոսլովակիա։ Չեխոսլովակիան դա Չեխիան է ներկայիս։ Եթե գրված է Չեխոսլովակիա, արդեն պարզ է, որ հին բրոշը, որտեղ այն ժամանակվա հանրապետության անվանումով է նշված։ Չեխական բրոշները շատ թանկ են գնահատվում վինտաժային շուկայում, եւ այս բրոշի կառուցվածքը շատ հետաքրքիր է։ Տեսնում ենք, որ ժապավեն է, ոլորված ժապավենի տեսքով ունի կոնտուր, այս բրոշի գլխավոր էլեմենտը, եւ բրոշը շատ թեթև է ու կարելի է գրել ժամանակակից աշխարհում, որովհետեւ դիզայնը թույլ է տալիս եւ էլեմենտի գույնը այնպիսի գույն է, երկնագույնին խփող մոխրագույն, որ նորաձև է։ Ահա այսպես, արտիական զարդեր, ուրեմն 4 զարդերն էլ հնարավոր է գրել ժամանակակից աշխարհում, այս երկուսը ավելի կլասիկա է, իսկ այս երկուսը casual ոճի մեջ, ջինսերի բաճկոնների վրա, ներքևի գրպաններում, ոչ տարբեր դետալների վրա, թևքերի վրա, ամենևին պարտադիր չէ, որ բրոշները գրել կրծքավանդակին։ Ջինսից բաճկոնների տարբեր դետալների վրա, տարբեր հատվածներում կարելի է ամրացնել այս բրոշները եւ միաժամանակ թեմատիկ մի քանիսը, որոնք նույն թեմայից կլինեն, այսինքն կենթանակերպեր կամ մրգեր։ Այս երկուսը իրար հետ ոչ, բայց կարելի է ընտրել սյուժե ու այդպես ուրախ պոզիտիվ լուք ստանալ, ինչու ոչ։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր զարդ ունի իր ուրույն տեղը մեր պահարանում, մենք պարզապես պետք է ճիշտ համադրենք, կարողանանք ճիշտ ընտրել նաեւ զարդերը, որպեսզի ընդգծենք մեր վառ անհատականությունը եւ տարբերվենք մյուսներից, քանի որ հագուստները այլևս դերձակները չեն կարում եւ մենք գնում ենք այնպիսի խանութներից, որտեղից կարող են գնել բոլորը եւ ինչպես կարող ենք տարբերվել մենք ինքներս մեր անհատական ոճով, մեր աքսեսուարներով։ Ահա այդպես մենք կարող ենք ստանալ բազմաթիվ լուքեր ըստ ճաշակի։ Ընտրեք ձեր ոճային զարդերը եւ ընդգծեք ձեր ոճը։ Ընտրեք ձեր ոճը ինձ հետ միասին։